27 եւ արդեն ձեր խոսքը կփոխանցեք։ Գիտեմ նաեւ որ դուք եք եղել 3 մարտ տաճարում, 1 րոպե։ Հիսուն հոգանոց կպայի բռունցքներ, որը կազմակերպել էին ճնշում գործադրել և մտնել եկեղեցի։ Երեք մայր տաճարում բախվեցին իսկական հայերը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմնակից հավատավոր հայերը, ում համար շատ կարևոր է հայրենիքը, ազգը, Արցախը, հավատը, ընտանիքը եւ հայ լինելը, բախվեցին նիկոլական ապազգային, թուրքահպատակ, բարոյական նորմերի զուրկ մի քանի փոքրաթիվ փողով եւ պաշտոնով առաջնորդվող փոքրաթիվ Նիկոլի հետևորդների հետ։ Բայց ամենասարսափելին դա չէ։ Ամենասարսափելին դա է, որ անգամ այդ մարդկանց միջից, ում հետ որ ես խոսում եի երեք, մարդիկ կային, որոնք կուրացել են նիկոլական քարոզչությամբ։ Հասկանում եք։ Երբ իրենց առարկայական հարցեր եմ տալիս, անգամ երեք Նիկոլի մամուլի ասուլիսին հնչեցրած մտքերից, իրենք ապշած նայում են ինձ, երբ ասում եմ այսպիսի բաներ ասել, օրինակի համար ընդդիմադիրներն ասում են, ես դրանց սենց հայում է, բայց ասում եմ, բայց չէ որ այդ Նիկոլն է ասել, ընդդիմադիրները չեն ասել, ասում չի կարող Նիկոլը սխալ բան ասի, հասկանում եք, դա սարսափելի է, բայց ամենազզվելին այն է, որ երեք դավաճան, կապիտուլյան, ստոր, ստախոս, մանիպուլյատոր Նիկոլը առանց աչքը թարթելու լրատվության միջոցներին ստում էր։ Օրինակի համար հայտարարում է, որ ինքը չի խառնվում այդ պայքարին, եկեղեցու դեմ պայքարին։ Ինքը սատարում է պայքարողներին, բայց չի խառնվում։ Դա իրենց գործն է։ Ասեմ ձեզ։ Ամսի 16-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել խորհրդակցություն։ 16-ին որտեղ քննարկվել է անվտանգային ոստիկանական գործողությունները էջմիածնում։ Նույն օրը երեկոյան հայկական ժամանակ թերթում, որը նիկոլական այդ պիղծ ստոր, ստահակ, փողամոլ Նիկոլի եւ իր հարճի թերթն է,
Հրապարակվում է, որ 10 եպիսկոպոսներ գնալու են Էջմիածին եւ պահանջելու են վեհապարի հրաժարականը։ Այսինքն տեսեք ինչ է կատարվում։ Կատարվում է այն, որ ամեն ինչ Նիկոլը նախորոք կազմակերպել էր եւ ԱԱՑ-ն ում է պատկանում ոստիկանությունը։ Նիկոլին։ Դա գիտեք ինչի նման է։ Երբ Աննան դուրս է գալիս ասում ապացուցեք, որ ութութը ինձ է պատկանում, հասկանում եք։ Եվ չես կարողանում ոչինչ ասել, որովհետև եթե ութութը քեզ չի պատկանում, ո՞նց է ԱԱՑ-ն եւ հարկային տեսչությունը գործում թելադրանքով։ Այս դեպքում ո՞նց է ոստիկանությունը գործում, երբ նախորոք արդեն ծրագրավորված է, թե ով ինչ պետք է անի։ Ամսի 16-ին արդեն մարզպետարաններ եւ համայնքապետարաններ Արմավիրի եւ Կոտայի Արագածոտնի մարզերի իջել են հրահանգներ, թե ով ինչքան մարդ պետք է բերի։ Իրենց հաշվարկով պետք է բերվեր մոտորապես 5000 մարդ։ Իսկ մինչդեռ այդտեղ նիկոլականներ ընդամենը 500-ն էին։ Ընդամենը 500 նիկոլականներ այդտեղ հավաքված, որոնցից 100-ը մարտնչող գյուղական երիտասարդություն, դա գյուղապետերի համայնքի ղեկավարների ձրի, սնվող, բարձր աշխատավարձ ստացող ոչինչ չարող այդ մասսաներ, ովքեր գյուղի կենտրոնում բլոտ են խաղում եւ ինքնաթոր օղի են խմում եւ Նիկոլ են գոռում, դրանք էին։ Եվ մնացածը, օրինակ համար այնտեղ կար մի աղջիկ, որի աչքերին ես նայեցի, աչքերը փախած, որ գոռում էր կտրիչ եւ այլը, սա դա այն նույն աղջիկն էր, ով 20 թվականին պարտությունից հետո հրապարակում ասում էր Ղարաբաղցիները փախել են, Նիկոլը մեղավոր չի, ստիպել են որ կնքի կապիտուլյացիան եւ այլն, այդ նույնն է, նույն մասսան, ոչինչ չի ավելացել։ Անգամ Էջմիածնի համայնքապետը հրաժարվել է մասնակցել ըստ տեղեկությունների, որ Էջմիածնեցիներն ասացին, հրաժարվել է մասնակցել այս բոլորին։ Որովհետև իր վրա շատ ծանր է ասել, որ ամբողջ Էջմիածինը իրեն ասում է հերոսի շակալ։ Իրան բանի համայնքապետի անունը դրել են հերոսի շակալ, այսինքն հայրը հերոս է, ինքը շակալ է ծնվել։ Հերոսի շակալ։ Հերոսի շակալն անգամ հասկանում եք, չի մասնակցել այդ ազգուրացությանը։ Այսինքն դա եղել է կազմակերպված։ Ես նայել եմ, այնտեղ 18 դպրոցի տնօրեններ հավաքվել էին առանձին, ում ասել էին, որ իրենց աշխատողների հետ գան, ոչ մի աշխատող չէր եկել։ 110 մարզպետարանի եւ համայնքների ղեկավարներ ու իրենց աշխատակիցներ էին եկել։ Ես ինչից գիտեմ, որովհետև իրենք որ հաշվետվություն էին ներկայացնում, այնտեղ կար մեկը, որը վարչապետի աշխատակազմից էր, ով ֆիքսում էր, ով է եկել, ինչ է եկել։ Եվ ես ասեմ այն խոսակցությունները, որոնք ես լսել եմ հենց իրենցից նիկոլականներից, ասել եմ քիչ են եկել, ով հաշվետվություն է տամ, ասում ասել եմ քիչ են եկել։ Կգան, կասեն ինչ անենք։ Մեզ ասել են, եթե հիմա դրությունը լավ լինի, մտցրեք եկեղեցի, եթե քիչ լինենք, սպասեք հրահանգի, մի խառնվեք։ Այսինքն ամեն ինչ այնտեղ կազմակերպված էր։ Եվ որպեսզի իմ ասածները օդում այդպիսի հռետորական հարց չմնան, ես խնդրում եմ առաջի կադրը, իմ ընտրած առաջի կադրը դրեք։ Այո, խնդրում եմ դրեք։ Բոլորին ասեք թող այս կողմ գան։ Այսինքն կազմակերպված էին եւ ուզում էին խումբ դառնային, հոծանային, բայց մարդիկ չէին գալիս։ Այդ նիկոլական թուրքապատակ զադեները ակտիվացան, երբ հարբած գյուղական ակտիվիստները եկան այդտեղ։ Ում ասել էին, թե ինչպես գրոհ են։ Բայց ես ուզում եմ առաջին անգամ Արցախյան պարտությունից հետո շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկաններին։ Ես տեսել եմ լացող ոստիկանի, ով շարքում կանգնած էր եւ լաց էր լինում,
որ ինքը ստիպված է մասնակցել այդ խայտարակությանը։ Բայց ասեմ ձեր, որ ոստիկանները իրենց պահեցին պատվով եւ իրենց ցույց տվեցին, որ իրենք հայ առաքելական եկեղեցուն արժանի տղաներ են։ Բոլորը առած բացառությամբ, բացի մի գնդապետի, ով ղեկավարում էր հարձակումը վեհափառի վրա։ Այդ գնդապետի հայացքային հրամանով ոստիկանության շղթան բացվեց եւ 50-ի չափ թուրքական աննասուն զոմբիներ Թալինի քաղաքապետի գլխավորությամբ հարձակվեցին եկեղեցու մոտ։ Նրանցից երկուսը ներխուժեցին եկեղեցի, անպարկեշտ պահված ցույց տվեցին եկեղեցու ներսում, որոնց դուրս շպրտեցին եկեղեցականները, եւ այդ 50-ին մնացած ոստիկանները, անգամ այդ գնդապետը իր սև գործը կատարելուց հետո չքվեց, եւ այդտեղ հասան ոստիկանության բարձրաստիճան տղաներ, ովքեր իսկույն մեկուսացրեցին այդ սպառնալիքը եւ ցույց տվեցին այդ ստահակներին իրենց տեղը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շնորհակալություն առաջին անգամ։ Այնտեղ կային տղաներ, ում հետ ես պատիվ եմ ունեցել ծառայել, իմ ենթականերն են եղել։ Առաջին անգամ վերջին 8 տարում ես չհամաչեցի, որ դուք իմ ենթականերն եք եղել եւ դուք արժանավոր սպաներ եք դարձել այսօր։ Ապրեք։ Դուք պահպանեցիք հայ առաքելական եկեղեցին։